Սա զուտ պատահական կրակոցներ չեն։ Պատահական չի լինում, որ այդ կրակոցները սկզբում լինում են անկանոն, հետո մարտական դիրքերի, հետո արդեն ուղիղ բնակավայրի ուղղությամբ։ Ընդ որում նշանառության տակ են վերցված կոնկրետ արդեն առանձնատներ եւ ոչ միայն այսօր հաղորդված տեղեկատվության հետ կապված, այլ սրանից նաեւ մի քանի շաբաթ առաջ մի քանի անգամ նաեւ բնակավայրի ուղղությամբ ուղղված այդ կրակոցները ակնհայտ են դարձնում, որ ուղիղ եղել է նշանառություն, որովհետեւ խոցման տիրույթը եղել է ապակիները, այսինքն տան ապակիները դուրն է եղել եւ այլն։ Այսինքն այնպես չէ, որ պատահական ինչ-որ անկանոն կրակոցներ են եղել, որոնք այս կամ այն հատվածում գյուղի արձանագրվել են։ Հիմա Ադրբեջանը սրան զուգահեռ նաեւ բավականին ագրեսիվ ձևով խոսում է այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի մասին։ Ավելին ասեմ, սա այնպես է, այնքան են իրանք փորձում լրջացնել, որ նույնիսկ այս վերջերս նախորդ շաբաթ Թուրքիայում տեղի ունեցած կոնֆերանսի ժամանակ միջազգային, որին բավականին ներկայացուցչականներ, Ադրբեջանի նախագահը իր մասնակցությամբ նաև հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը պարտավոր է այդ համայնքի հետ աշխատելու, կոնկրետ ժամկետներ սահմանելու նրանց այսպես կոչված Հայաստան վերադարձի համար, նրանց իրավունքների պաշտպանության մասով եւ այլն։ Այս թեման իհարկե անընդհատ զարգացվում էր, բայց գնալով սրանք շատ ավելի թիրախային են դառնում։ Ավելին նաև հոգևոր առաջնորդը հայտարարել է ոչ միայն այսպես կոչված Երևանի այդ հոգևոր այդ խորհրդի ձևավորման մասին, այլ բավականին ագրեսիվ հռետորաբանություն եւ հարձակումներ է սկսվել Մայր Աթոռի նկատմամբ,